Բարև ձեզ։ Բարի առավոտ տիկին աղավնի։ Հայ, բարև ձեզ երեխեք ջան։ Երեխեք, բայց մի բան չեմ հասկանում։ Դուք առավոտյան տանը չեք նախաճաշում, որ հենց գալիս եք դպրոց, գալիս եք միանգամից բուֆետ։ Դե որ ճիշտն ասեմ, առաջ տունը մի բան ուտում էի, նոր էի գալիս դպրոց, բայց հիմա ինչ բուֆետը վերաբացվել է, գալիս եմ ուստեղ եմ մի բան ուտում։ Հասկացա։ Լավ, ասեք տեսնեմ ինչ եք ուզում։ Առաջինը աղջկան սպասարկեք, ես մի քիչ կսպասեմ։ Օ, ասացեք խնդրեմ, ինչպիսի ջենտելմեն։ Տատիկս ա դաստիարակել։ Վայ, ապրի տատիկդ, երկար կյանք ունենա տատիկդ։ Ասա Աջոն ջան, լսում եմ։ Դե ես իմ դուք առաջարկեք տիկին Աղուն ջան, ինչ կարամ ուտեմ։ Դե օրինակ թարմ խաչապուրի ունենք, բուլկի, չիփս։ Եթե ուզես կարող եմ պիցա առաջարկել։ Ինչ եղավ այ աղջիկ ջան, ինչ ես դեց բղավում։ Մուկը, Ինչ մուկ։ ընդեղից դուրս եկավ, վազեց մտավ են դարակի տակ, ուջուր մուկիկ էր։ Այ, չի կարող պատահի, ըստեղ մուկ չկա, բալիկ ջան, ինչ ես ասում է։ Բայ ասում եմ հենա, ընդեղ ա դարակի տակ ա։ Որտեղից դուրս եկավ։ Այ ընդեղից դուրս եկավ, արագ վազելով այդ ուջուր մուկիկը մտավ ընդեղ։ Այ բալիկ ջան, ախր չի կարող պատահի հաստատ աչքի տայրևած էստեղ մուկ չկա, բալիկ ջան։ Բայ։ Ձելա տեսնում, Ռեբեկա ջան, ստեղ կանգնած էին կտեսնեինք էլի։ Չէ, հաստատ եմ տեսել, պուճուն մուկիկ էր, ուղղակի որ ես իրանցից վախենում եմ, դրա համար էլ տենց ուժեղ բղավեցի, ընդեղ ա։ Ճիշտն ասած ես էլ եմ մուկից վախենում, բայց ստեղ մուկ չկա աղջիկ ջան, հաստատ աչքի տայրևած է բալես։ Լավ, Ռեբեկա արագացրա, այսա զանգը կտա։ Հա, զանգը կտա, ասա տեսնեմ, ինչ ես ուզում աղջիկ ջան ուտելու, հանգիստ տեղ, էստեղ մուկ չկա, ասա։ Կներեք, բայց ես ստեղից բան չեմ կարայել ուտեմ։ Ինչի աղջիկս, Դե որ մուկիկին տեսա, ես ստեղից էլ բան չեմ կարա ուտեմ։ բայց ստեղ հաստատ մուկ չկա, աչքի տայրևած է, չի կարող պատահ ստեղ մուկ լինի։ Հանգիստ եղեք տիկին Աղուն ջան, ես ոչ մեկին չեմ ասի, որ բուֆետում մուկ եմ տեսել, թող բոլորը շարունակ են ստեղից օգտվել, բայց անկեղծ չեմ կարա ստեղից բան ուտեմ։ Աղոն տոտա, մա չամիչով բուլկի էլի տու։ Ուֆ, արվերցրու ստեղից։ Մերսի։ Այ տղա մի հատը վերցրու։ Ասացի զեղ չա հեսա։ Մուկ։ Ոտե, ոնց կարար նման բան լիներ։ Իդա ջան, հələ մի րոպե մի վատացի, հասկանանք, այդ աղջիկն ինչ էր ասում։ Ասում էր վարկը, ձևակերպումից մի քանի րոպե հետո հաշվից գումարը հանել է։ Բայց դու չես անել, չէ՞։ Կարող է հանել ես։ Վայ, Նախշուն ջան, ախր մենք խոսում էինք 300-ից 400 հազարի մասին։ Հիմա էլ ասում է 2 միլիոն 500,000 Նախշուն։ Ես կյանքումս այդքան փող իրար վրա դրած չեմ տեսել։ Կարող է անուշնա վերցրել։ Անուշը ոչ մի բան չգիտեր։ Ինքը ոնց կարող էր նման բան անել, դա անհավանական բան է Նախշուն։ Բա ինչ անենք։ Այ։ Չգիտեմ։ Արի քինանք բանկ։ Քինանք այնտեղ էլ կհասկանանք ինչա կատարվել։ Ուր։ Բանկ։ Ինչի համար։ Ասում եմ քինանք այնտեղ էլ կհասկանանք ինչ է եղել։ Նախշուն։ Սիրտս վատ բան ա գուշակում Նախշուն։ Իդա ջան, սրտի տասա թող հանգիստ իրա տեղը վերընկնի, հաստատ տենց բան չկա։ Քինանք բանկ կհասկանանք, աշխատողը երևի սխալվել է։ Վայ, ոնց կարող էր սխալվել։ 10 անգամ ստուգեց տվյալներս, ճիշտ էր։ Ոնց։ Չգիտեմ, արի քինացինք։ Շարժվի։
Վեր կաց։ Գնամ։ Հա։ Ես նստելով բան դուր չի գնացին։ Նախշուն ջան, բայց ո՞նց կարող հավատալ։ Ես կարծում եմ, որ դա մեր կողմից լավագույն լուծումը կլինի։ Ակ Լիդիա, դու կարծում ես երեխաներին պատժելուց հետո ամեն ինչ կփոխվի։ Հա, իհարկե կփոխվի։ Վերջապես երեխաները կհասկանան, թե ինչ չի կարելի անել այս դպրոցում։ Այդ դեպքում ինչու՞ չես գալիս միասին գնանք ու ցույց տանք նրանց իրենց տեղը։ Որովհետև Տիկին Լանջունի չեմ ուզում, որ այս ամեն ինչը դիտարկվի որպես անձնական վերաբերմունք։ Դու երբեք անձնականը գործնականին չես խառնել։ Դե, հա, չեմ խառնել, բայց դա դուք գիտեք, դա գիտեմ ես։ Չտեսաք Կարոն ձեր ներկայությամբ երեքից դիտողություն արեց։ Դրա համար Տիկին Լանջունի այս անգամ չեմ ուզում խառնվել այս պատմությանը։ Հասկանում եմ քեզ սիրելիս, լիովին հասկանում եմ։ Բայց դուք Տիկին Լանջունի պետք է պատժեք երեխաներին եւ իրենց ցույց տաք ձեր ամբողջ խստությունը, ձեր բնավորությունը։ Այո, ես հենց հիմա կգնամ ու կզբաղվեմ այդ հարցով։ Այո, թե Արևշատյանը եւ թե երեխաները պիտի իմանան, թե ինչ չի կարելի անել այն դպրոցում, որտեղ Տիկին Լանջունին է տնօրենը։ Այո, Լիդիա, դու ճիշտ ես, շատ ճիշտ ես։ Ճիշտ այդպես գնացինք։ Գնացինք։ Լսում եմ, Վան։ Բարի լույս Անուշս։ Բարի լույս։ Լավ ես։ Կներես չկարողացեք ես դպրոցում այցել։ Լավ եմ, շնորհակալ եմ։ Հաղորդագրությունն ու ծանրոցն էլ ստացել եմ։ Հուսով եմ դեմ չես, որ տանս մի բանալին մշտապես կոմոդ լինի։ Ճիշտ հակառակը։ Ծաղիկների համար իհարկե շատ շնորհակալ եմ, բայց այ բանալին ուզում էի վերադարձնել։ Երբ կլինես դպրոցում։ Չգիտեմ։ Ինչու, ինչ-որ բան է պատահել։ Դե ես հիմա հոսպիտալում եմ, մեր Կարենին եմ վիրահատում։ Սպասում եմ ամեն ինչ կախված է նրանից, թե վիրահատությունը ոնց կանցնի։ Կներես, չգիտեի։ Ոչինչ։ Լավ, դե չխանգարեմ քեզ։ Ընկերոջդ էլ առողջություն։ Շնորհակալ եմ։ Բարև ձեզ երեխաներ։ Բարև ձեզ։ Նստեք։ Դասը կրկնում եք, դուք 5 րոպե ժամանակ ունեք, ես դաս եմ հարցնելու։ Պարոն Ֆարադեյ, ճիշտ ասած, մի բան էի ուզում ասել։ Լսում եմ, Միքայել ինչ է պատահել։ Ես լրիվ գիտակցում եմ, որ մեր արդարացումները այդքան էլ իրական չէին թվում։ Իսկ դուք Տիկին Լանջուն ու Տիկին Մակարյանի մոտ մեզ պաշտպանեցիք, այնպես որ ուզում եմ ձեզնից շնորհակալություն հայտնել։ Նախ ասեմ, որ ես դա չեմ արել ձեր համար։ Այնպես որ կարիք չկա շնորհակալություն հայտնելու։ Ես արել եմ, որպեսզի ձեր դասղեկը, մեր շատ սիրելի Տիկին Արևշատյանը չզայրանա ձեր այդ ապիկարության վրա։ Հասկացաք։ Բայց դե մեկա շնորհակալություն, պարոն Ֆարադեյ։ Ֆարադեյ ջան, ես ձեր դասաժամից երկաժամանակ չեմ խլի։ Իհարկե, Տիկին Լանջունի, խնդրեմ, իսկ ինչ է պատահել։ Ես եկել եմ հնչեցնելու իմ վերջնական որոշումը պատժի վերաբերյալ։ Ես բազում անգամներ աչք եմ փակել ձեր անկարգությունների վրա։ Արել եմ դա մեծահոգաբար, արել եմ դա գիտակցաբար, մտածելով, որ մի օր կհասկանաք, որ ամեն ինչ գեղեցիկ է չափի մեջ։ Որ մի օր կմտածեք, որ չի կարելի չարաշահել դիմացինի համբերությունը։ Բայց ինչպես ժամանակները ցույց տվեցին, գիտակցելը ձեր համար չէր։ Դուք ժամանակի հետ դարձաք ավելի վատը։ Եվ ձեր վերջին գործողություններով ստիպեցիք ինձ կայացնել դատավճիռը։ Պատիժ, որը նախատեսված է ձեր եւ ձեր դասղեկի նկատմամբ։ Կներեք Տիկին Լանջունի, որ ընդհատում եմ իհարկե, բայց ես ձեզ շատ կարևոր բան ունեմ ասելու։ Ֆարադեյ, թող խոսքս ավարտեմ։ Ոչ, ես չեմ կարող։ Ես շատ կարևոր բան ունեմ ասելու եւ կխնդրեմ, որ շատ սուր չդատեք։ Ինչ է պատահել Ֆարադեյ, չփորձես նրանց պաշտպանել։ Չէ, ես չեմ պաշտպանում։ Ես ուզում եմ խոստովանել Տիկին Լանջունի։ Ֆարադեյ, խոստովանությունը թող դասամիջոցին։
Չեմ կարող, կյանքի ու մահվան հարց է։ Նվաղում եմ ես, բոլորից ձեռքին նվաղում եմ, ասա, խոստովանիր։ Տիկին Լանջունի, այն սոսինձը, որ թափվել էր գետնին, դա ես էի արել։ Անփույթորեն։ Ու հետո մոռացել էի, որ սոսինձը թափվել է, ես կանգնել էի սոսինձի վրա ու այդպես կպել էին կոշիկներս։ Բալես։ Բարև, ո՞նց ես։ Հա, մամ ջան, բարև, ո՞նց ես։ Ես լավ եմ, դու ասա, դու ո՞նց ես։ Ես էլ եմ լավ։ Բա ո՞նց է ժամին քնած ես։ Պապիկի հետ տեղ էին գնացել, լավ ժամանակ ենք անցկացրել, նոր ենք եկել տուն։ Ասեցի զանգեմ մի հատ էլ քո հետ խոսամ, նոր քնեմ։ Լավ ես արել տղես, բայ դուր էի գնացել պապու թոր։ Պապիկի մոտ ընկերոջ ռեստորանի բացումն էր։ Սկզբից չէի ուզում գնայի, բայց հիմա չեմ փոշմանել, որ գնացել եմ, շատ լավ անցավ։ Բա պապիկի տրամադրությունը ո՞նց էր։ Լավ էր։ Հա, շատ մամ ջան։ Հա, փաստորեն պապիկդ ամեն ինչի տրամադրություն ունի, բացի ինձնից։ Մեռա զանգելով, ոչ զանգելիս ապատասխանում, ոչ էլ հետազանգում։ Ես էլ իրա տեղը լինեի, ես էլ տենց կանեի։ Բայց ինչի բալ ես, ինչու եմ մեղավոր։ Դե առաջինը նրանով, որ դու ոչ մեկիս հետ անկեղծ չես, նույնիսկ ինքդ քո հետ անկեղծ չես։ Այսինքն, Էրիկ։ Դե պապան վերադարձել է տուն, ինչքան ժամանակ է այդտեղ ապրում, բայց պապիկը դրա մասին իմանում է պատահական։ Ես մտածում եմ, որ իր ռեակցիան շատ նորմալ է։ Հետո ինչ որ պապատ մեր տանն է մնում։ Դա ոչինչ չի նշանակում, տղա ջան։ Լավ էլ նշանակում, մամ։ Եվ բալես կարելի է իմանալ ինչ է նշանակում։ Այն որ դու ցանկացել ես, որ պապան մեր տանը մնա, որովհետև իրան սիրել ես, սիրում ես ու միշտ էլ կսիրես, նույնիսկ եթե գա մի օր ու դու պապային չսիրես, միևնույնն է իրան բաց չես թողնի, որովհետև հոգուդ խորքում իրան քո սեփականությունն ես համարում։ Ոնց որ ինձ։ Ինչ ես խոսում, Էրիկ։ Ոչ մի նման բան չկա։ Տղա ջան, դու շատ սխալ պատկերացում ունես իմ։ Մամ ջան, ես քեզ շատ լավ եմ ճանաչում։ Պետք չի որ դու ինձ փորձես ուրիշ բան համոզել։ Ու գիտես, այս ամեն ինչի ամենավատ մասը որն է, այն որ դու համ պապային սիրում ես, համ էլ միշտ պապիկին իր դեմ ես տրամադրել։ Մեղադրի ճիշտ ես անում։ Ես չեմ մեղադրում, մամ։ Ուզում եմ հասկանաս, որ այն ինչ ստանում ես, քո արածի հակադարձ ազդեցությունն է։ Լավ, Էրիկ տղա։ Ախր ես ինչպես ձեզ ասեմ Տիկին Լանջունի, որ դուք ինձ հավատաք։ Ո ոչ, ես ավելի եմ նվաղում։ Հիմա նվաղելուց սիրտս կկանգնի։ Վարադեյ, դու ինչպես կարող ես սոսինձը թափել եւ մոռանալ այդ մասին։ Ես չեմ հավատում։ Տիկին Լանջունի, հավատացեք ինձ, ես չեմ ստում։ Գիտեք, ես երբ բարկացած եմ լինում ու նեղված, իմ մտքերը սկսում են լողալ, իմ հիշողությունը մի փոքր տատանվում է, ու ես մոռացել էի, որ սոսինձը թափվել է գետնին, ու դրա համար այդպիսի բան ստացվեց։ Եթե նման բան լիներ, դու հենց այդ օրը ինձ կասեիր, դու պարզապես ուզում ես այս ապիկարների կաշին փրկել։ Ու հետո Տիկին Լանջունի, ես այդ օրը շատ լարված էի, հետո երբ հիշեցի, արդեն շատ ուշ էր, ու հետո մտածում էի ես ինչպես խոստովանեմ, որ չծիծաղեն ինձ վրա։ Վարադեյ, դու հիմա ուզում ես ինձ համոզել, որ երեխաները բացարձակ կապ չունեն քեզ հետ կատարվածի հետ։ Տիկին Լանջունի, ես ոչ թե համոզում եմ, այլ խոստովանում եմ, եւ հետո չի կարելի երեխաներին պատժել չարած բանի համար։ Դա ճիշտ չէ, շատ սխալ է։ Լավ, դու խոստովանեցիր, ես քեզ լսեցի, հիմա ես կգնամ, բայց դա դեռ չի նշանակում, որ ես քեզ հավատացի։ Ֆարադեյ, ինձ եւ քեզ երկար խոսակցություն է սպասվում։ Նստեք։
Պարոն Ֆարադե, ես ուղղակի հիացած եմ։ Դուք հենց նոր ցույց տվեցիք, թե ոնց պետք է լինի իսկական ուսուցիչը։ Բայց դա չի նշանակում, որ ես դաշ չեմ հարցնելու։ Կրկնեք։ Արմեն ջան, ինձ մի հատ ծառա ջուր բերել եմ։ Հա, շետ ջան։ Այ ապրես։ Այ Արմենո ջան, ապրես։ Ջուրի պես երկար կյանք ունենաս։ Մերսի շեփ ջան։ Դու դեռ չես վերջացրել։ Ասա մի 10 րոպե վերջացնամ, ինչ կա։ Խոհարարը ոնց որ ուզում էր քեզ տեսնել, բան պետք է ասեր, սպասում էր վերջացնեիր։ Ինչ թեմա։ Լավ չի զգում իրեն, ուզում եմ երկու օր չգա գործ, ինչ որ առողջական խնդիր ունի, ուզում եմ բժշկի գնա։ Բա օգնականը կարա իա տեղափոխել։ Հա, էլի, պիտի որ։ Դա եթե տենց է, ասա, դες երբ անից չի ուզում գա։ Մեկ էլ իմացի, եթե փողի կարիք ունի, կօգնենք։ Վերջ-վերջը մեր աշխատողն է, չէ՞։ Եղավ շեֆ ջան, ոնց ասես։ Շեֆ։ Այ շեֆ, ասում եմ, մի տեսակ ես, կարող է ինչ-որ բան է եղել։ Արա իմ կյանքում ամեն օր է մի բան ելնում է։ Հաստատ Մարիի հետ է կապված։ Երախուս երկար ժամանակը չէի տեսել, գնացի դպրոց, եկավ կողքովս անցավ, ունես պայեց իրամ, ոնց որ ընդեղ կանգնած չէի։ Անենց եմ նեղում չես պատկերացնի անում։ Դե ես էլ մտածում եմ մի բան անեմ, կխոսամ հետը, կբացատրեմ, ունես կանեմ ձեր շփումը կստեղծվի, բայց չէ, ինչ ուզում ես արա, այդ երեխու կոտոշները շոյել չի լինում, հնարավոր չի։ Ինչ կոտոշ արա։ Այն իմ աղջիկն է, բա տենց է պետք է լիներ։ Կոտոշները։ Շեֆ, ասում եմ, կարող է դու էլ իապես վարվես իա հանդեպ, հա։ Իրապես ոնց։ Դե նայ, ինքը համառորեն չի ուզում քո հետ շփվի, ճիշտ է։ Դու էլ համառորեն ուզում ես իա հետ շփվես ու ամեն ինչ անում ես, փորձում ես հանդիպես իա հետ, այնքան ես փորձում, որ ինքը հասկանում է, որ էլ փախնելու տեղ չունի, ու սկսում է քո հետ շփվելը, շեֆ ջան։ Հա։ Ատես բան որ անեմ, գիտես ինչ օին կանի գլխիս։ Բայց ապրես, պստո գիտես։ Դրա։ Ասում եմ, համ խիղճը արթնացրեց, համ էլ իա պուճուր հալով ընենց արել, որ դու իրանից վախում ես։ Կատես բան։ Ես չեմ ուզում հավատալ, որ այդ դասարանը էլի անպատիժ մնաց։ Դուք ոնց կարող եք հավատալ Ֆարադեի հեքիաթներին։ Պարզից էլ պարզ է, որ Ֆարադեյը մեղքը վերցրեց իր վրա, որ Անուշին ու երեխաներին փրկի։ Լիդիա, սիրելիս, հանգստացիր։ Տեսնում ես, առանց այն էլ նվաղում եմ։ Տիկին Նանջունի, նվաղեք, չնվաղեք։ Սա այն դեպքն է, երբ պիտի լուծեիք այն հարցը, ինչի համար բարձրացել հասել էիք դասարան։ Ախր ինչպես ես դա անեի, երբ Ֆարադեյը կանգնեց ասեց, որ սոսինցը ինքն է թափել եւ մոռացել է ոտքերը դրել է վրան։ Չգիտեմ, Տիկին Նանջունի, չգիտեմ ինչ պիտի անեիք։ Բայց դուք սպասեք, տեսեք ես այդ Ֆարադեյին ինչ օրն եմ դնելու։ Դրան տեսեք, պահապան հրեշտակի տեղ է դրել իրեն։ Լիդիա, սիրելիս, պետք չէ։ Ես Ֆարադեյի հետ ինքս լրացուցիչ կխոսեմ։ Լավ, Տիկին Նանջունի, խոսեք։ Բայց փաստը մնում է փաստ, որ Անուշի դասարանը կրկին անպատիժ մնաց, որովհետև մեր սիրելի տնօրենը հավատացել է Ֆարադեյի հեքիաթներին։ Ցտեսություն։ Մորքուր ջան,
Էս հարազատ ընկերուհիդ, ավելի ճիշտ խորթ աղջիկդ, ինչի է ասենց լվացքի փոշու նման փրփրած։ Որովհետև 11-ի ան նորից մնաց անպատիժ։ Լուրջ ես ասում, էս ինչ լով է։ Ֆարադեյը ամբողջ մեղքը վերցրեց իր վրա։ Մալադեց Ֆարադեյ։ Ապրի։ Դու լուրջ ես խոսում, դուխին է։ Իհարկե, ես շատ ուրախ եմ, որ հենց տենց էլ եղել է, որովհետև այդ երեխեքը հաստատ ոչ մի բան չեն արել։ Նրանք չեն վախենում պատժից։ Եթե ինչ-որ բան անեն, կխոստովանեն։ Դուխիկ, դու իրոք այդպես ես կարծում։ 99.9%-ով այո։ Ու գիտես ինչ։ Ինչպես Մակարյանը վերադարձել է իր բուժարցակուրդից։ Դու էլի փոխվել ես։ Հա, ինքը քեզ նորից տրամադրում է Անուշի ու իր դասարանի դեմ։ Չէ, դուխին է։ Այդպիսի բան չկա։ Մորքուր ջան, դուխիկը ամեն ինչ տեսնում է ու ամեն ինչ գիտի։ Հենց որ քեզ խորհուրդ տամ, հերի կանգնես ուրիշի ազդեցության տակ։ Դու քո դպրոցը քո խելքով կառավարի։ Այո։ Ինչպես ես հարգելիս։ Հավատացեք, ես առանց ձուկ ու մուկ շատ լավ եմ։ Ոյ մի հիշեցեք ինձ այդ պատմությունը, ես ինձ այնքան վատ եմ զգում։ Հիմա մի հիշեցրեք ինձ այդ պատմության մասին։ Ես հիմա ավելի վատ պատմության մեջ եմ։ Ինչ եք ասում, դուք պարտավոր եք ինձ ամեն ինչ պատմել։ Հիմա դա արդեն անցյալում է։ Ես պատմելու բան չունեմ։ Լավ, ամեն դեպքում ես ուզում եմ ձեզ սուրճ խմելու հրավիրել։ Ինձ։ Ինչ է դեմ եք։ Չէ, ինչ եք ասում, ես դեմ չեմ, ես այսահարված եմ։ Ինչ։ Գիտեք, ինձ դեռ ոչ ոք սուրճ խմելու չի հրավիրել, դուք առաջին մարդն եք։ Հիմա գալիս եք։ Իհարկե գալիս եմ, իսկ կարող եմ պատճառն իմանալ։ Ոչ մի պատճառ, ուղղակի ուզում եմ մեր միջև եղածը մեր շփման եւ ընկերության վրա ստվեր չգցի։ Շատ լավ, իմ հարգելի գոլեգա։ Սպասիր, ես հիմա կգամ։ Իդա, ես ինչ եղավ Իդա ջան։ Չգիտեմ։ Ախշուն կուզես։ Չէ, չեմ ուզում։ Իդա ջան, բա ինչ ենք անելու։ Դե չգիտեմ, այ Նախշուն ջանով։ Այդ փողը ո՞նց ենք փակելու։ Դու ինչ կապ ունես։ Այդ հիմարությունը ես եմ արել, ես եմ այդ խաբեբաներին տվյալներս տվել, որ կարողացել են իմ անունով վարկ ձևակերպել ու հետո թալանել։ Իդա, կարող է միլիցա դիմենք։ Վայ, Նախշուն, չլսեցիր ինչ ասեցին, որ խաբեբայության տարածված տեսակ է։ Զանգում են ու հիմարեցնում են իմ նմանապուշներին։ Իդա, տենց բաներ մի ասա։ Ես էլ էի քո կողքին, ինձ էլ կխաբեին։ Ում մտքով կանցներ, որ բանկից կարողա զանգեն ու սուտ ասեն։ Այ, չգիտեմ, Նախշուն ջան, չգիտեմ։ Անուշը լիներ կհասկանար։ Իդա, արի ասենք Անուշին, Վանի հետ մի բան կանեն։
Գլխիս մեջ մտքերը խառնվել են, ոչինչ չեմ հասկանում։ Իդա ջան, չմտածես։ Ես քո կողքին եմ, ամեն ինչ կանեմ, որ այդ պարտքը փակենք, չմտածես, կաշխատենք կփակենք։ Հաստատ։ Լավ, ասենք այս անգամ Ֆարադեյը ամեն ինչ վերցրեց իր վրա, բայց հո բոլորս էլ գիտենք, որ այդ ինչ-որ մեկի ձեռի գործն է։ Միշո հետ ես լրիվ համաձայն եմ։ Եթե մենք չենք ու ոչ մեկը չգիտենք թե ով է արել, ուրեմն հաստատ ինչ-որ մեկը Արաշատյանի դեմ է աշխատում։ Մակարյանը։ Չեմ կարծում, որ ինքը նման մանր բաների կաներ։ Ես Շուշի հետ համաձայն եմ։ Եթե Մակարյանը ուզեր մամայիս վնասել, ուրիշ բան կաներ, ես մեծի արած չի։ Ես Մարի հետ լրիվ համաձայն եմ։ Իսկ կարող է պատահականությունը։ Ուղեղով ես մտածում, այ չոփ։ Ինչ պատահականություն է, ձուկը ինքն իրան եկավ պատահական ընկավ Մկրտչյանի պայուսակը։ Դե ուղղակի որ մենք ենք անում, գիտենք ինչ պատասխան տանք։ Ումա պետք որ մտնի մեր դասարան ու մեզ վատություն անի։ Այդ ումա պետք է որ իմանայինք, էլ չենք ընկնի այս կոմենքում։ Կոնկրետ կիմանայինք ով է արել։ Մի բան հաստատ է, որ մեր դասարանից այս բան չեր անի։ Ու ընդհանրապես, հիմա պիտի ամեն ինչն ենց անենք, որ հանկարծ նոր փորձանք չգա ոչ մեր, ոչ էլ Արևշատյանի գլխին, մինչև հասկանանք ստեղ ինչ է կատարվում։ Ինչ արա, ինչ ես արել։ Չո։ Ինչ շատ զարս քոր գալի։ Ինչ որ մեկի ձեռքն է քոր գալիս, մյուսին էլ գլուխը։ Երեխեք, մենք ինչ որ արել ենք դասարանի հետ կապված չի, բուֆետի հետ է կապված։ Չուպիկ կսպոն եմ քեզ։ Մի հատ կասեք նորմալ հասկանանք ինչ եք արել։ Դե ես ու Ռեբեկան բուֆետի սուրճի մեջ շուտողական ենք լսրել։ Ցնդել եք չոփիկ։ Ասենք հիմա այս իրավիճակում այդ անելու բաներ։ Դուք լրիվ խփնվել եք, ուզում եմ հասկանալ։ Մի հատ նորմալ արտահայտվի։ Պիտի նորմալ լինեք, որ նորմալ արտահայտվեն։ Ռեբեկա ջան, լավ, ասենք եսի խելքից պակասա տես բաներ է փչում գլխին։ Դու նորմալ մարդ ես ընշես հետը միացել տես բանը կարել։ Խես վիրավորում։ Ոչ առաջին դեպքն է, ոչ էլ երկրորդ։ Արես ոչ ասում եմ առաջինն է, ոչ էլ երկրորդը, բայց դու պատկերացնում ես այս քո արածից ինչ իրավիճակ է ստեղծվել։ Լավ երեխեք, հիմա ինչ եղել է, պետք չի Չոպիկին ու Ռեբեկային նեղացնել, հատկապես որ իրանք դասանում կատարվածի հետ կապ չունեն։ Ապրես Մարջան։ Բայց ասածս չի նշանակում, որ պետքա նորից ուրիշ բան անեք։ Լավ նայեք ոնց կանենք։ Այս ընթացքում ոչ դպրոցում, ոչ էլ բուֆետում ոչ մի բան չանեք, մինչև ամեն ինչ կարգավորվի հարթվի գնա։ Հասկացար Չոպիկ։ Եղավ։ Չոպիկ ում բաժակի մեջ է լուծելու ծողականը։ Ընդհանուրի։ Երեխաները չարաճճեն, բայց ես փորձում եմ այնպես անել, որ համ թողնեմ չարաճճիություն անեն, համ դասերը պատասխանեն, այո։ Բայց ստացվում է։ Լինում է, ամեն ինչ ստացվում է։ Երեխաները կմեծանան ու կհասկանան։ Սա էլ ձեր սուրճը խնդրեմ։ Շնորհակալ եմ աղագին ջան։ Խնդրեմ։ Թարմ համեղ խմորեղեն եմ ստացել, կարողա ցանկանաք։ Չէ, շնորհակալ եմ, ես ինձ հետ բերել եմ։ Անկեղծ ասած, գիշերը քունս չէր տանում, որոշեցի թխվածք թխել։ Եվ մտածում էի, որ Ֆարադեին պարտադիր պետք է մի կտոր իմ թխած թխվածքից հասնի։ Կուզեք մի կտոր էլ ձեզ հյուրասիրենք։ Ով ոչ, շնորհակալ եմ։ Ես այսօր քաղցրը չարաշահել եմ։ Ինձ բավական է։ Դուք նստեք վայելեք, ես էլ անցնեմ իմ գործի։ Լավ։ Ֆարադեյ, հյուրասիրվիր։ Իհարկե։ Գրելի։ Օ, ամեն ինչ նախորդ մտածել եք։ Ինչ ախորժելի տեսք ունի։ Գիտես, մայրիկս այսպիսի բան ունի, որ վերս դնում է խմորեղենը։ Ահա։ Մի րոպե։ Մկրտչյան, դու այս խմորեղենը
Բերել ես այն պայուսակով, որով բերել էիր ձուկը այն հոտած։ Ինչի համար ես հարցնում Ֆարադեի։ Ես ձկան հոտ եմ առնում խմորեղենից։ Չի կարող պատահել։ Այդ դեպքից հետո ես իմ պայուսակը տվել էի Քիմ Մաքրման, որից հետո ձկան հոտը միանշանակ չէր կարող գալ։ Ես կատակ եմ անում։ Իսկ դու լուրջ ես ընդունում, հարգելի գոլեգա, թամելը կատակ էր։ Կատակ։ Կատակ։ Շատ համեղ է։ Ուրեմն տես, Ֆարադեյը մատար է Լանջունում ու Լիդիային։ Այո, այդ կոշիկների ամբողջ պատմության մեղքը վերցրել է իր վրա։ Շատ իզուր։ Հետ չեմ իզուր չի։ Ես գիտեի, որ Ֆարադեյը լավ մարդ է, բարի սիրտ ունի, բայց որ նաև տենց տղա է, իմ արև չգիտեի։ Սրանց ինչ եղավ, այ քեզ բան, պայուսակն էլ թողեց։ Ինչպես տեսնում եք, այս մարդու շնորհիվ դուք այսօր համ լավ ֆիլմ կդիտեք, համ էլ դաս չեկանի։ Մորքուր, 90-ականները վերադարձել են դպրոց։ Ինչ է պատահել, դուխին է։ Չես կարող պատկերացնես, պետքարանի դեմը հերթ է, մեկը մյուսին հերթ չի տալիս։ Անցեք ներս, հարկավոր չէ միջազգում կուտակվել։ Տիկին Արաշատյան, հավաստիացնում եմ ձեզ, այս անգամ մեղավոր մենք չենք, ուսուցիչներն ենք։ Հնարավոր է կուտակումների մեղավորը դուք չեք, բայց ինչ որ բան ինձ հուշում է, որ պատճառը պետք է ձեր մեջ փնտրել։ Իմ գլխին մի բան է սարքե։ Ես էլ միամիտի պես քեզ հավատացել եմ։ Ստորի մեկը, խայծը կուլ եմ տվել, բայց ոչինչ, տղա ջան, շուտով պատասխան ես տալու, հետ չմտածես։ Դու չափերդ լրիվ ես անցել։ Ում ես վերադարձել։ Բայց ինչ են անում։ Հայ։